Պարոն Խաչատրյան, եղել է արդյոք պատմության մեջ, որ Հայաստանի ղեկավարը նման կերպ խոսի կաթողիկոսի հետ։ Ես այդպիսի բան չեմ հիշում համենայն դեպս աշխարհիկ իշխանությունների եւ եկեղեցու միջեւ պարբերաբար ըլվում են ինչ-որ ընդհարումներ, եղել են պատմական ընդհարումներ, բայց պայմանական ասած 20-21-րդ դարերում այդպիսի բան չի եղել։ Իսկ արդյոք իր օգտագործած բառերը, որոնք հղում է անում կանոնագրքին, էթիկապես ճիշտ է։ Չգիտեք ինչ կա, դա ներքին կանոնագիրքն է եկեղեցվո եւ որևէ արտաքին վերահսկողության ներքո նա չի, հղումներ անելը պետք է ամբողջովին իմանալ ներքին իրավունքը։ Ես վստահ չեմ, որ որևէ մեկը, ասենք, արտաքին աշխարհում այդ ներքին իրավունքի հնարավոր ելևէջները գիտի։ Իսկ ինչ համոզալուծում կունենա պայքարը ըստ ձեզ։ Պայքարը եթե ըստ պատկերացրածի լուծում պետք է ունենա ինչ ունի ներկայիս իշխանությունը Հայաստանի, դա պետք է լինի հասարակական կարծիքի բացարձակ ճնշում Էջմիածնի վրա, այդպիսի ճնշում կազմակերպել է այսօրի վիճակի չի իշխանությունը, որի ռենոմեն, որի հասարակական համարումը բոլոր ընտրությունների դինամիկայով վերջին իջնում է։ Այսինքն համանման ծրագիր, համանման խնդիր իր առջև կարող է դնել միայն բարձրագույն ժողովրդայնությունը վայելող իշխանությունը եւ դժվար է ասել որքանով կհաջողի։ Իսկ այս դեպքում այդպիսի հավանական տարբերակ չկա։